Ես բոլորի հետ եմ այս դեպքի հետ կապված զրուցել, որովհետև անկեղծ ասած ինձ համար էլ այս դեպքը նաև հանելուկային մի դեպք է, ինչու, որովհետև ինչու հայոյել մարդու, որ ինչ է շանաչում, ինչու փորձել խոչընդոտել մի մարդու քարոզարշավ, որին քարոզարշավը քաղաքում ոչ մի ուրիշ տեղ չեն փորձում խոչընդոտել, ու հարցերի հարցը գրկելու եմ, ինչի հայոյել մարդու, ով ուղղակի չէր ճանաչում։ Պարոնեք, ինչի հայոյել, դուք ասեք։ Իսկ պարզեցիք դուք ձեր համար։ Չէ, որ պարզեի Ինչ կրի։ կպարզեի առնվազն ինչ, կպարզեի ինչի, այդ հայոյանքը պետք է պատճառ ունենա, չէ, կամ առնվազն մարդ ունի հիմնավոր պատճառներ հայոյելու, հայոյում, կամ պետք է պատճառ չունենա, չէ, չեմ պարզի։ Իսկ համոզված եք, որ հայոյան եղել է։ Դե ես ասեցի, չէ, որ Գառնիկ Ղազարյանը պատմել է, որ եղել է։ Իսկ Գառնիկ Ղազարյանը կարող է ստի հնարավորություն։ Ես չեմ կարծում, որ 70-ից մարդը պատճառ ունի ստել, կամ ինչի ստի, լավ։ 70-ից մարդը ձեզ ասել է, որ հայդելի վկա, որ ինքը պարզել է, մինչ Համբարձում Ներսիսյանին հանդիպել է, որ ձեզ այդ յուղում չեն սիրում, չեն ցանկանում հասարակել։ Ինքը ինձ ասել է, փոխանցել է, որ իրազեկման ակցիա իրականացնելիս իրեն մոտեցել են 2 անձ եւ իմ նախընտրական բուկլետին նայելով իմ ուղղությամբ սեռական բնույթի հայոյանքներ են տեղացել։ Հիմա Գառնիկ Ղազարյանը դատարանում այդ ցուցում է, չի ասել, որ իրեն են մոտեցել, ինքն է մոտեցել, դա մեկ։ Գառնիկ Ղազարյանը ես ձեզ ասեմ, հետո հարցը տամ, էլի։ Գառնիկ Ղազարյանը մինչ Համբարձում Ներսիսյանի եւ Երրորդ Ներսիսյանին հանդիպել է, դատարանում է ցուցում տվել։ Այդ յուղի կենտրոնական հատվածում հանդիպել է մարդկանց, որոնց ցանկացել է փոխանցել ձեր նախընտրական բուկլետները, ու մարդիկ հրաժարվել են դարձնել, չեն ցանկացել իրենց իրավունք ու դատարանում ցուցմունք է տվել, որ ինքը դրանից հասկացել է, որ ձեզ այդ յուղում չեն ընդունում, չեն սիրում, իր ասած բառերը։ Նա ձեզ նման բան պատմել է, թե ոչ։ շատ լավ, որ ինքը ասել է դատարանում այն, ինչը որ ինքը զգացել է, այն ինչը որ իր ներքին մտորումների եզրահանգման արդյունք են եղել, շատ լավ, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս այդ յուղում հայհոյել, խոչընդոտել, թույլ չտալ ու նմանատիպ բաներ։ Արգենի վկայի հարցը ձեզ հասկանալի է։ Հարցը ըստ էության այլ բան էր։ Ինքը ձեզ նման բան պատմել է, թե ոչ։ Գառնիկ Ղազարյան ժամանակին մի որոշակի ժամանակ անց պատմել է, բայց տվյալ օրը ինքը նման բան ինձ չի ասել։ Ինքը նման բան չի ասել, ընդհակառակը ես ձեզ ասեմ, այլ իրավիճակ է եղել, մարդը մոտեցել է, ես այլ ձև գիտեմ, էլի այլ ձև այնց ներկայացվել, մարդը մոտեցել է ի սկզբանե մարդկանց, այդ որտեղ որ գյուղի տարեցները նստում եւ իրենց ժամանակն են անցկացնում, գյուղապետարանի դիմաց, մոտեցել է այդ մարդկանց, խոսել է, զրուցել է, ընդհակառակը ի սկզբանե եղել է շատ դրական եւ շատ նորմալ արձագանք, նորմալ է որ կլինեն այդ մարդկանց մեջ մարդիկ, որոնք ուղղակի չեն սիրի, գուցե նաեւ ատեն ինձ, դա էլ է նորմալ։ Իսկ ինչ, կներեք, իսկ ով ասեց, որ բոլորը պիտի սիրեն կամ բոլորը պիտի կիսեն քո գաղափարները, այդպիսի բան կա։ Չկա այդպիսի։ Արգենի վկա, ներողություն եմ խնդրում։ Չգիտեմ, առանց վիրավորելու, սա արդեն նախընտրական ելույթ չի։ Խնդրում հարցի պատասխանատվության առարկայական ու հնարավորինս հագեմ էլի, որոնց ժամանակներ այդ թողնելով ձերը քանդել։ Հիմա դուք հաղորդում տալու օրը Գառնիկ Ղազարյանի կողմից ոստիկանությունում եղել եք թե ոչ։ Չեմ ինչ։ Իսկ որ Գառնիկ Ղազարյանը դատարանում ցուցմունք է տվել, ասել է, որ Հարություն Մկրտչյանը եկել էր ոստիկանություն, Բաքվում ինքը հանդիպել է ձեզ։ Կարող եք ձեր չհիշելու արդյունքում եւ Գառնիկ Ղազարյանով 70 անց մարդակյանքում սուտ չի խոսում, հավատան Գառնիկ Ղազարյանի ցուցմունքին, որ ձեզ տեսել է ոստիկանությունում այդ։ Գուցե կարելի է հավատալ կամ իհարկե պետք է հավատալ, գուցե ես այլ հարցով պայմանավորված եղել եմ ոստիկանության բաժնում, որովհետև ինտենսիվ կապ է եղել իմ եւ
ոստիկանության միջև, որպես կառույց եւ մարդ, որը մասնակցում է ընտրություններին եւ ընտրություններին գլխավորում է քաղաքական ուժի ցուցակը, ինտենսիվ կապ է եղել եւ այդ շրջանում բազմիցս ես եղել եմ ոստիկանության բաժնում տարբեր դրվագներով։ Խոսքը վերաբերում է հարկիդորը, ես քիչ առաջ խնդրեցի, որ առարկայական պատասխանեք, ինչ հարցերով, ինչ գործերի հետ կապված է ոստիկանություն լինում։ Այս գործով չի անցնում, մեզ էլ չի հետաքրքրում։ Հիմա տեսեք, 01-11-25 թվականին գիշերային ժամ Գարնիկ Ղազարյանը, ինչպես ինքն է նշում, վերվել է կամ հրավիրվել է ոչ իր ցանկությամբ, դատարանում է։ Հրավիրվել է ոստիկանություն, ըստ մեր մասին, հրավիրվել է ոստիկանություն, հաղորդում ներկայացնելու համար ոստիկանության պետի տեղակալի կողմից։ Ներողություն, ժամը 8-ի, գիշերային ժամ։ Ու այդ ժամին դուք ելել եք ոստիկանությունում ըստ Գարնիկ Ղազարյանի։ Այս գործի հետ կապված մեզ այլ գործեր չի հետաքրքրում։ Հիմա դուք այս գործի հետ կապված եղել եք այնտեղ, զրուցել եք Գարնիկ Ղազարյանի հետ, չեք զրուցել, ինչի մասին եք զրուցել։ Պատասխանեմ։ Երբ որ այդ օրվա ընթացքում տեղի ունենում միջադեպ եւ այդ միջադեպի մասին խոսակցությունները ընդհանուր տեղափոխվում է նախընտրական շտաբ եւ վերածվում է քննարկման, թե ինչ լուծում պիտի լինի, ու դրանից հետո երբ որ ոստիկանությունը հարկա համարում Գարնիկ Ղազարյանին ներգրավելու գործի մեջ եւ հրավիրելու ոստիկանության բաժին, իհարկե ես իմ ավականու 5-րդ համար Գարնիկ Ղազարյանի կողքին եմ եղել եւ գնացել եմ ոստիկանություն, որպեսզի տեղում իրավիճակը պատկերացնեմ եւ առնվազն դրսում են դրսի պուլպուլակից ջուր խմեմ, սպասեմ թե երբ Գարնիկ Ղազարյանը դուրս կգա ու ինչ են ոստիկանները նրանից ուզում։ Համովել է պուլպուլակի ջուր։ Շատ։ Պաշտպանության դատարանքի 5 անգամ ես հորդորեցի, որ այս տեւության պատասխան խախտեց։ Նախընտրական քարոզարշավ չարդեն ավարտվել է։ բայց խնդրում հարցերը ըստ էության։ Ես հարցերը ըստ էության եմ տալիս։ Քիչ առաջ դուք ներողություն ջրի համար կարծում եմ գործի էության հետ որևէ առնչություն չունի։ Պաշտպան եւ երբ որ դիտողություն է արվում նման բնույթի, խնդրում եմ այդ տոնայնությամբ չարձակել։ Ես ուրեմն պատվարժան դատարան կարծում եմ, որ ոչ թե պաշտպանական կողմին դատարանը պետք է նման հորդոր կամ չգիտեմ Եթե ուշադրեք, ես նաև վկային էլ նման հորդորով ու պահանջով դիմեցի, որպեսզի հարցերին ըստ էության մի քանի անգամ խնդրեցի վկային, որպեսզի ըստ էության կոնկրետ այս քննական գործի հետ կապված հարցերի պատասխան։ Շարունակեք։ Այնտեղ պուլպուլակման ես չեմ դրա մասին խոսել։ Հիմա տեսեք, դուք ձեր հեռախոսահամարը ոստիկանության որևէ աշխատակցի այս գործի համար, այս գործի շրջանակում տրամադրել եք թե ոչ։ Այս գործի շրջանակում ոչ, բայց ի հավելում ձեր հարցի, որպեսզի այլ հարցեր չառաջանա եւ փակենք մնացած հարցերի ճանապարհը, ոստիկանության ծառայողների մոտ, այդ թվում նաև ոստիկանության պետի մոտ եղել է իմ հեռախոսահամարը եւ նորից եմ կրկնում ինտենսիվ կապ ենք մենք պահպանում։ Դուք հաղորդում ներկայացնելու process-ի գործընթացի մասնակից եղել եք։ Հաղորդում ներկայացնելու գործին process-ին մասնակից չեմ եղել։ Քիչ առաջ ասացիք, որ այս հարցի շրջանակներում ոստիկանության հետ որևէ առնչություն չեք ունեցել, կոնկրետ այս հարցի։ Եթե ես սխալվում եմ, ձայնագրվում արտադրական լիստը կարող եք լսել, որպեսզի համոզվեմ։ Հիմա ասում եք, որ եղել եք։ Հիմա կարող եմ հետո պարզվի, որ դուք տրամադրել եք ոստիկանությանը կոնկրետ այս գործի հետ կապված ձեր հեռախոսահամարը, որպեսզի ձեր հետ այս գործով ինտենսիվ կապ պահպանեք։ Կրկնում եմ, իմ հեռախոսահամարը ոստիկանության պետից սկսած իր տեղակալներով եւ աշխատակիցներով այդ թվում վերջացած եղել է ոստիկանության ծառայողների մոտ եւ մենք ինտենսիվ կապ ենք պահպանում։ Ինչով է պայմանավորված, որ պետից սկսած գրեթե բոլոր աշխատակիցների մոտ ձեր համարը։ Որովհետև վաղաշաբաթ խոշորացված համայնքի ընտրությունների նախաշեմին ոստիկանության վաղաշաբաթի պետը այդպիսի որոշում ուներ կայացրած, որպեսզի քարոզարշավի ողջ ընթացքը
բոլոր տեխնացուների համար ընդհանրահարկ եւ անխոչնդոտ եւ նրանց իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանված ոստիկանության պետը անձամբ իր ուսերին էր վերցրել այդ պարտականությունը եւ կարծում եմ ինքը փայլուն կատարել այդ պարտականությունները ընթացքում։ Զարնիկ Ղազարյանի կողմից հանցագործության մասին բանավոր հաղորդում տարու վերաբերյալ արձանագրության մեջ առկայ ձեր անուն ազգանունը եւ 077 83 86 եթե չեմ սխալվում եւ 09 դա ձեր հեռախոսահամարում հաստատում եք որ դա ձեր հեռախոսահամարն է այս ձեր հեռախոսահամարը եւ ձեր անուն ազգանունը ներառված է Գարնիկ Ղազարյանի կողմից հաղորդում ներկայացնելու արձանագրության մեջ 76-ամյա մարդ որի հեռախոսը այդ օրը փչացել էր որից հետո ես իրեն հեռախոս եմ նաև նվիրել ու օրվա մեջ երևի մի 5-6 անգամ Գարնիկ Ղազարյանը իմ հեռախոսը խնդրել է եւ զանգեր է իրականացրել ու ես տրամադրել եմ Գարնիկ Ղազարյանին վստահելով իրեն հիմա գուցե զանգերից մեկն էլ այդտեղ ա եղել այդտեղ արձանագրվել այդ բարակայում չէ ավելի հստակ ձևակերպեք ձեր հարցը ես հարցից հասկացա եմ որ իմ հեռախոսը արտացոլվում է այդտեղ ճիշտ է ոչ սխալ եք հասկացել ես ավելի կոնկրետ հարցադրում կատարել տեսեք երբ որ անձին հրավիրում հաղորդում ներկայացնելու նշում են իր անձնական տվյալները երբ ծնվել որտեղ ապրում անձնագիր չգիտեմ հասցե հեռախոսահամար այդ հեռախոսահամար դաշտում գրված է ձեր հեռախոսահամարը հատկացնում է ձեր անուն ազգանունը ես ասում եմ այդ մարդու հեռախոսը այդ օրը փչացել էր այդ մարդուն հրավիրել եմ բաժին որպեսզի գործը ինչ որ առումով եւ երևի թե հիմնականում կապված է իմ քարոզարշավի հետ նախընտրական ցուցակի գլխավորողը ես եմ իմ հետ կապնվելու պարագայում ես վստահաբար Գարնիկ Ղազարյանին կարող էի գտնել եւ հորդորել կոչանել ներկայանալ նախաքննական մարմին որ Գարնիկ Ղազարյանը դատարանում ցուցմունք է տվել որ իր փչացած հեռախոսի զավեշտ է բայց փչացած հեռախոսի ներողություն իր հեռախոսի զանգը արել են ոստիկանության աշխատակից իր այդ հեռախոսի որ դուք ասեք փչացած է հենց այդ օրը հենց այդ օրը այո պատասխանել հրավիրել են պատասխան հրազանգին հիմա կարող է շահել զանգած կարող են լինել պատասխանել հա ես որքանով որ տեղյակ եմ Գարնիկ Ղազարյանի հեռախոսը այդ օրը փչացել էր Դե ես եմ ասում դատարանում ցուցում տվել նախազգուշացված լինելու պարագայում նշել է որ ինձ զանգահարել է ոստիկանության պետի տեղակալ Ամուրյանը եւ կանչել է ոստիկանության բաժին այսինքն ձեր տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում որ իր հեռախոսը փչացած է նա իր հեռախոսահամարի համարը հայտնել է դուք հիմա գնահատական եք տալիս ես ասում եմ այդ մարդու հեռախոսը այդ օրը փչացած է եղել դուք ասում եք փչացած չի եղել որովհետեւ զանգ է իսկ կարող է բարձվի հարգելի պաշտպան իսկ կարող է բարձվի որ դե հարցին պատասխանելու համար նաև իմ մոտ է հարցեր առաջանում, որովհետև մի բարձրացնել ձեր մոտ առաջացած հարցեր։ Ես հարցին պատասխանեցի այնքանով, որքանով ավելացնելու բան չեք։ Դուք թույլ տվություն տվել եք որևէ մեկի, որ ձեր հեռախոսահամարը ներառեն հաղորդում ներկայացնելու արձանագրության մեջ։ Չեմ պատասխանում հարցին։ Չեք կարող չպատասխանել։ Դե հարցի պատասխանում եմ պատվարժան դատարան, թույլ տվեք որ պատասխանեմ այնքանով, որքանով ես եմ այդ հարցի պատասխանը իմ մեջ տեսնում։ Եթե դուք այստեղ իրական հարցադրում եք ներկայացնում, որ իրավունքը չունեք, ձեզ պարզապանում են, որ դուք հարցերին պետք է պատասխանեք ըստ էության, ոչ թե ես նորից եմ հարցադրումներ ներողություն պատվարժան դատարան։ Ներողություն, ես ձեր հարցին ի պատասխան նորից եմ կրկնում։ Գարնիկ Ղազարյանի հեռախոսը, քանի որ այդ օրը փչացած է, եւ ինքը նախ եղել է ոստիկանության բաժնում, հետո նախաքննական մարմնում, դա ես չգիտեմ հերթականությունը։ Այդտեղ այո, գուցե Գարնիկ Ղազարյանին ասած լինեմ, կարող ես իմ համարը նշել, եթե քեզ հետ ուզենան կապ հաստատել, իմ միջոցով քո հետ կապ կհաստատեմ, որովհետև այդ մարդը հեռախոս չի ունեցել։
Հիմա տենց բան եղել է, թե դուք եք ուղղակի ենթադրում եք կամ միգուցե ես ուզում եմ դուք պատասխանեք այն, ինչ որ եղել է։ Այդ եղել է, այդ մարդու հեռախոսը փչացել է, եղել է ու մի քանի անգամ էլ ինքի հեռախոսով զանգել է։ Ձեր հեռախոսով կապը մի քանի անգամ չէ, 100 մի անգամ զանգացել։ Դուք Գարնիկ Ղազարյանի թույլ տվել եք, որպեսզի ձեր հեռախոսը համարը ներառի։ Եթե անգամ հիմա այդ հարցի իմ մոտ առաջանա թույլ տալ Գարնիկ Ղազարյանի հեռախոսը համարը թողել քննիչի կամ ոստիկանության ծառայողի մոտ, ես միանշանակ թույլ կտամ։ Եղել է նման բան։ Հիմա էլ եթե հարցը առաջանա, ես միանշանակ ես չեմ հիշում, բայց եթե անգամ հիմա դրա անհրաժեշտությունը լինի, ես նույն կերպ կվարվեմ, ոնց որ գուցե նախկին։ Ոնց կբացատրեք, որ Գարնիկ Ղազարյանը թե նախաքննության թե դատարանում հայտնալ որ ինքը ոչ ձեր համարն է դիաբետում, ոչ գիտի ձեր համարը, ոչ ինքը տրամադրել է ոստիկանության։ Գարնիկ Ղազարյանը հիմա էլ եթե գնա, ասենք, պարոն Ղազարյան, ասեք Արություն Մկրտչյանի համարը, վստահեցնում եմ ձեզ, ինքը չգիտի, կուզեք քնից հանեք նոր հարցրեք, կուզեք քնելուց առաջ հարցրեք, այդ մարդը չգիտի իմ համարը։ Գուցե միտեղ գրած ունի, բայց ոչ չի նշանակում, որ այդ համարը ունենալը դժվար է կամ այդ համարը ինչ-որ մեկից ճշտելը դժվար է։ Ուրեմն տեսեք, հարգելի վկա, դուք փորձում եք ինչ-որ իրավիճակային պատասխանել տալ, ես խնդրում ձեզ ևս մեկ անգամ ըստ էության պատասխանել։ Գարնիկ Ղազարյանի հարցը հստակ է, եթե հասկանալի չի ասում։ Գարնիկ Ղազարյանը մի քանի անգամ ասել է, որ ձեր համարը չունի, չգիտի, երբևէ չի իմացել, ու ձեր հետ կապը հաստատել խնդրելով այլ անձանց, որպեսզի զանգահարեն ձեզ։ Սա ֆիքս է։ Գարնիկ Ղազարյանը երբևէ չի ասել, որ իր մոտ միգուցե մի տեղ գրած ունի, չգիտեմ, բլոկնոտի մեջ, նոթատետրի մեջ, հեռախոսի մեջ, նման բան չի ասել, ու ասել է, որ ես ոստիկանությանը, Հարություն Մկրտչյանի համարը չեմ տրամադրել, չեմ ասել, չգիտեմ, թե որտեղից է այդ համարը հայտնվել է։ Հիմա իր մոտ հարց առաջանում օբյեկտիվ։ Այդ համարը այս արձանագրության մեջ ինչ գործ ունի։ Դուք ձեր համարն է, իմ համարը որ լինեք, փորձի ես պատել։ Ձեր համարն է, դրա օբյեկտիվ պատճառաբանություն դուք ունեք։ Հարգելի պաշտպան, ես ձեր հարցին մի քանի անգամ պատասխանեցի։ Պատասխանս նույնն է, այդ մարդու հեռախոսը փչացել է, հիմա ինքը ինչ-որ մեկից իմ համարն իմացել է, ինչ-որ մեկից հարցրել է, կամ ոստիկանության աշխատողը գուցե իրեն ասել է, որ մեր մոտ կա արտացոլվում է եւ ունենք քո նախընտրական ցուցակը գլխավորող անձի հեռախոսը համարը, գուցե իր համարը գրենք, իր հետ քեզ հետ կապ հաստատենք, իր միջոցով քեզ հետ կապ հաստատենք, կներեք դուք ինձ հարցեր եք տալիս, որոնք ինձ վերաբերելի չեն եւ իմ հետ կապ չունեն։ Կապ ունեն այնքանով, որքանով որ համարն է այդտեղ արտացոլվում։ Այսինքն Գարնիկ Ղազարյանը եթե ինչ-որ մի բան ասած լինի ու իրականություն չլինի, դա ձեր հետ կապ չունի։ Ես այդպիսի բան չասացի։ Հիմա ո՞ր մեկ է հասկանում։ Այն եք ասում։ Ես այդպիսի բան չասացի։ Ինձ պետք է հասկանա։ Ես այդպիսի բան չասացի, ես նորից եմ կրկնում։ Գարնիկ Ղազարյանի հեռախոսը խափանվել էր, փչացել էր։ Գարնիկ Ղազարյանին հրավիրել են, եթե հրավիրել են ոստիկանության բաժին, Պողոսյանն է կանչե, Պետրոսյանը եւ հետո այդ մարդու ձեռքը երբ որ տեսել են հեռախոս չկա ու ասել են ոնց քո հետ կապ հաստատենք, ինչ հայաց է դա հասկանալի է, այն հարցում է, այո։ Հարցում Մկրտչյան, հիմա գործիքերը հրապարակես վկայի տված դատաքննության ցուցմունքը։ Հիմա դատարանում սուտ էր ասել Գարնիկը, պատճառ ուներ սուտ ասել։ Ես ասեցի, որ սուտ է ասել, կամ դուք պարզել եք, որ Գարնիկ Ղազարյանը սուտ է ասել արդեն։ Ես հարց եմ տալի, պատճառ ուներ սուտ ասել դրա։ Ես կարծում եմ Գարնիկ Ղազարյանը պետք է որ պատճառ չունենա ստել։